Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից, ինչից հետո Վերջին զանգ հեռուստանախագծում մասնակցությամբ էլ ավելի ամրապնդեց իր ճանաչվածությունն ու վայելեց հանրության սերը։ Դերասանուհու հասցեին հնչող դրական կարծիքները ակնհայտորեն շատ են, և բացասական կարծիքների հանդիպելը գրեթե անսպասելի է։ Սակայն օրերս Ռոզան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել էր հենց այդպիսի անսպասելի նամակով։ Օգտատերերից մեկը նրան գրել էր. «Ճակատը տահավոր տգեղ ա», ինչին դերասանուհին պատասխանել էր հետևյալ կերպ. «Շատ հազվադեպ եմ իմ էջում բացասական կարծիք հանդիպում ու սովորաբար միանգամից սև ցուցակ եմ ուղարկում։ Բայց դե ասենք ոնց սա չտեղադրեմ, դուք էլ տեսնեք իմ լուսապսակ ճակատը»։ Մորաքույրը չի հավանում, ես ձերը շատ եմ հավանում, հեգնել էր դերասանուհին։ Նշենք, որ օրերս էլ Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել է գեղեցիկ և էսթետիկ հոլովակով, ցուցադրելով իր շքեղ բնակարանը։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան հարթակում հաճախ է կիսվում առօրյա մանրամասներով։ Star News-ը հետևել է Ռոզայի էջին, ով օրերս մի քանի հրապարակում է արել։ Նախ հետևորդներին ցույց է տվել իր նուրբ ու նոր մատնահարդարումը։ Կիսվել է մազերի խնամքից ստացած և իրեն գոհացրած արդյունքով, ինչպես նաև հրապարակել է մայրիկի հետ նոր լուսանկար։ Դերասանուհին ուրախությամբ նշել է նաև, որ արդեն սկսել է պատրաստվել ամանորյա տոներին։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Ես հասա իմ երկրորդ լոկացիան, քիչ-քիչ պատրաստվում եմ ամանորին, հետո չեմ հասցնելու գիտեմ, իմ կիրակիների ազատ օրերի հաշվին ես իմ գործերն եմ այսենց անում։ Համ ամանորյա խմորեղենները կամրագրեմ, համ այսօր երեկոյան տունը հավաքույթ ունեմ, դրա համար պիտի վերցնեմ խմորեղեններ ու մի հատ էլ եթե հասցնեմ ձեր համար ներսում դեգուստացիա կնկարեմ, որ ծանոթանաք համերին, եթե ինչ իմանաք, ինչ պատվիրեք և որտեղից։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում, ներսանց ինձ նկարում եմ, ամիկին ասում եմ, նկարեմ, ասում եմ չեմ վերցնում։ Գնանք տեսնենք ինչ ենք վերցնում ու դեգուստացիա անենք միասին։ Ռոզա Դավթյանը Վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանումներից հետո ինստագրամի սթորի բաժնում հրապարակում է արել, ցույց տալով, թե որքան հոգնած է։ Հրապարակմանը կից նա գրել է. «Ուժերս հատել են։ Աչքերս թող խոսեն իմ փոխարեն»։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք հրապարակած հոլովակները։ Դու ես ասա։ Չէ, ինձ եմ ասում։ Քեզ ես ասա։ Մինչև գալիս եք արդեն տեն սեղան եմ դրել։ Ինստագրամված դեսա։ Այո։ Ասում ես աղջիկը գանձա, ճիշտ ասում։ Ջաջավոք է։ Պապան տենց շողոքով բաներ ասում եմ։
կյանք ճշմարտությունն է ասում։ Ճշմարտությունն է, որ սեմը հետ է գալիս։ Հա։ Չի կորած ես բան։ Սամ գալիս ու դուք իրար հետ եք ամուսնան։ Պարզվում է, որ դուք բան եք։ Գուրու աղպես չեք։ Սուտ է եղել։ Սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է դերասանուհի Ռոզա Դավթյանի արտաքին տեսքը տարիներ առաջ։ Շրջանառվում են մի քանի արխիվային լուսանկարներ, որոնցից մեկում դերասանուհին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ է։ Ինչպես երևում է արխիվային լուսանկարներից, պատանի Ռոզան գեղեցիկ և բնական արտաքին ունի, իր տարիքին համապատասխան։ Իսկ տարիների ընթացքում դերասանուհին ձեռք է բերել ավելի հասուն գեղեցկություն և գրավչություն։ Նախագիծը դեռ առաջին սերիաներից գրավեց բազմաթիվ հեռուստադիտողների ուշադրությունը։ Սերիալի գլխավոր կերպարները՝ Հենրին և Անգելինան, շատ արագ դարձան սիրված զույգ։ Շատ սուր էին քննարկումներն այն մասին, որ հեռուստադիտողների մեծ մասը ցանկանում է զույգին տեսնել նաև միասին իրական կյանքում։ Սակայն, ինչպես հայտնի է, թե Ռոզա Դավթյանը և թե Լևոն Մկրտչյանը ամուսնացած են։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք միասին անցել են մեծ էմոցիոնալ ուղի։ Հատկանշական է նաև նշել, որ երկուսն էլ իրենց կերպարներին մոտեցել են լուրջ ու պրոֆեսիոնալ կերպով։ Օրերս Ռոզան իր ինստագրամում նոր հրապարակում էր արել։ Նա հուզվել էր կրկին դիտելով սերիալից հատվածներ և իր ապրումներով կիսվել էր էջում։ Հրապարակմանը կից Ռոզան գրել էր. «Իմ էմոցիաները սերիան նայելուց։ Անգելինան ուղղակի կերպար չդարձավ իմ համար։ Մտավ իմ սիրտ ու կմնա մի անկյունում միշտ, ինչ էլ որ լինի։ Ուրախ, տխուր, պարտված ու հաղթանակած բոլոր պահերը ես Անգելինայի հետ հավասար ապրում եմ։ Ինչ խոսք, սերիան հեքիաթային է ու լուսավոր, անգամ հուզվել եմ»։ Ինչպես Ռոզան նշել է իր ինստագրամյան հրապարակմամբ, թիմը կարողացել է ստեղծել մի նոր հուզիչ տեսարան։ Թվում էր այլևս նոր բան ստանալն անհնար է, բայց թիմի ընդհանուր աշխատանքի շնորհիվ ունեցանք մի տեսարան, որը վստահ եմ երկար կհիշվի։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին, սցենարիստ Նարեկ Մանուչարյանին և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին։ Ջերմ խոսքեր ուղղել նաև իր խաղընկեր Լևոն Մկրտչյանին գեղեցիկ համագործակցության համար։